Պարոն Խանդանյան, քիչ առաջ արտաքին հետախուզության զեկույց հրապարակվեց եւ այնտեղ խոսք այն մասին ֆիքսված է, որ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Նաեւ հետախուզությունը հաշվարկել է, թե ինչքան շատ են օգոստոսի 8-ից խոսել այդ թեմայի մասին Ադրբեջանում։ Մինչդեռ դուք օգոստոսի 8-ից հետո պնդում եք, որ խաղաղություն է եկել, Ադրբեջանի հետ խաղաղություն են կառուցում, եթե խաղաղություն է, այս խոսույթներն ինչի համար են։ Դա եթե ռիսկ է նաև գնահատում հետախուզությունը մեր։ Շնորհակալ եմ։ Իսկապես այդ թեմայի շուրջ խոսել ենք շատ վերադարձի թեմայի հետ կապված ընդհանրապես եւ մասնավորապես Ադրբեջանի կողմից արևմտյան Ադրբեջանի խոսույթի վերաբերյալ եւ հրապարակային, նաեւ միջազգային հարթակներում հրապարակային, նաեւ կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում, եւ անընդհատ այս մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն process-ներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այնուհանդերձ մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը, խաղաղության խոսույթը։ Եթե ասենք մեղմել, ինչու է շատ շրջանառում, փաստորեն շատ է շրջանառում Ադրբեջանում, ընդ որ պաշտոնական մակարդակով։ Տեսեք, զեկույցը ամբողջ տարվա վերաբերյալ է, չեմ ծանոթացել զեկույցին դեռ, բայց ամբողջ տարվա վերաբերյալ է եւ նախորդ տարվա տարբեր դրվագներում այդ խոսույթը ակտիվացել է։ Եվ արտաքին հետախուզության ծառայությունը դա որոշակի սպառնալիք է արձանագրել որպես, բայց գիտեք խաղաղությունը նաև գործընթաց է, մեկ օրյա իրադարձություն չէ, մենք շատ ենք խոսում օգոստոսի 8-ի մասին եւ օգոստոսի 8-ի բերած օգուտների մասին, բայց դա process է, որը այսպես շենքի պես պիտի կառուցվի քարարքար, այդ թվում նաև համապատասխանեցնելով մեր խոսույթը այն իրողություններին եւ այն գործընթացներին, որոնք տեղի ունենում մեր տարածաշրջանում։ Կարող ենք, պարոն Խանդանյան, ասել, որ ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները Հայաստանի իշխանությունը այս փուլում չի քննարկում։ Չէ, այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունները չի քննարկի, որովհետեւ դա ընդհանրապես, հատկապես այն շեշտադրումներով, որոնք այնպիսի շեշտադրումներով, ինչպես խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի սա մի թեմա է, որը չարժի արծարծել, մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա։ Պարոն Խանդանյան, Ադրբեջանի կողմը, Ադրբեջանի նախագահը շատ է քննարկում այն։ Յուրաքանչյուր դեպքի հետ կապված, երբ որ այդպիսի քննարկում է տեղի ունենում կամ այդպիսի հայտարարություն է տեղի ունենում, Հայաստանի կողմից արձագանք է հնչում։ Պարոն Խանդանյան, նաև վտանգ է տեսնում հետախուզությունը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը շարունակում են աճել, այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը եւ շատ դեպքերում իրականացվում է առերևույթ այդ ոլորտների հաշվին եւ նշված էր, որ 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով ի տարբերություն այլ ոլորտների։ Այսինքն վտանգ է տեսնում, որ եթե խաղաղություն է, ինչու է Ադրբեջանը շարունակում ռազմական բյուջեն ավելացնել։ Ես պիտի դեռ ծանոթանամ զեկույցին, պիտի խոստովանեմ, որ մինչև այս չեմ ծանոթացել եւ ձևակերպումները տեսնեմ։ Այնուամենայնիվ բնականաբար այդ նորից եմ կրկնում, դա նախորդ ամբողջ տարվա վերաբերյալ զեկույց է եւ տարվա ընթացքում կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել եւ պետք է հաշվի նստել այդ իրողությունների հետ։ Այնուամենայնիվ ես ասեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւ գործընթացները ենթադրում եմ այդ վտանգների եւ ռիսկերը որոշ առումով կամ շատ մեծ առումով կմեղմեն, հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, սկսել են որոշակի առևտրաշրջանառություն եւ այլն, այս առումով ինձ թվում է, որ 2026 թվականի զեկույցը արդեն որոշ առումով այլ տեսք ունենա։
Պարոն Խանտանյան, Նիկոլ Փաշինյանը ընդունել է խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ լինելու հրավերը, նաև Թրամփի վարչակազմը հայտնել է, որ մշտական անդամակցության համար երկրները պետք է $1 միլիարդ վճարեն, արդյոք Հայաստանը պատրաստվում է մշտական անդամակցության անդամ լինելու։ Ես կարծում եմ, այդ հարցը դեռ քննարկման պիտի ենթարկվի եւ հասկանանք, թե ինչ պարտավորություններ է այդ խաղաղության խորհրդի կանոնադրությունը ենթադրելու, բայց շատ կարևոր է, որ Հայաստանը եւս հրավեր է ստացել այս կարևոր նախաձեռնությանը մասնակից դառնալու։ Դուք եթե հիշում եք, նախորդ տարի Եգիպտոսում նաեւ խաղաղության գագաթնաժողովը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությամբ եւ Հայաստանի վարչապետը մասնակցեց այդ գագաթնաժողովին եւ սա ըստ էության այդ process-ի շարունակությունն է, նախ եւ առաջ նպաստելու Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը, բայց նաև նպաստելու միջազգային խաղաղության ջանքերին, իսկ Հայաստանը գիտեք, որ մշտապես պատրաստ է մասնակից լինել միջազգային այդ գործընթացներին։ Այսինքն դեռ պետք է քննարկվի հասկանալու համար պետք է այդքան գումար վճարել, թե ոչ։ Ես ճիշտն ասած այդ պետք է նախ կանոնադրության տեքստը եւ մյուս փաստաթղթերին ծանոթանալ եւ հասկանալ, թե ինչ պարտավորություններ է ենթադրում, որովհետեւ $1 միլիարդ մասին հայտարարությունը կարծես թե քաղաքական հայտարարություն է եղել եւ ինձ առնվազն հայտնի չէ, թե դա ինչ գործընթացներ է իրենից ենթադրում եւ նաեւ պետք է ուսումնասիրել, թե արդյոք Հայաստանի Հանրապետության բյուջեն ունի նման հնարավորություններ այդ գործընթացի մասնակցելու համար, բայց այնուամենայնիվ ընդունելով այս առաջարկը Հայաստանը դառնում է այդ ֆորմատի հիմնադիր անդամ։ Պարոն Խանտանյան, երեք նաև հայտնի դարձավ, որ եպիսկոպոսաձողովը այս անգամ կգումարվի Ավստրիայում, ըստ ձեզ ինչու՞։ Ես կարծում եմ, ձեր հարցը պետք է ուղղվի եկեղեցու այդ որոշումը կայացնողներին, Կտրիչ Ներսիսյանին եւ մյուս պաշտոնյաներին, որոնք պաշտոններ են զբաղեցնում եկեղեցում, բայց շատ տարակուսելի է, որ Կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ սա է նաեւ փաստ եւ փաստարկ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից եւ ըստ էության իրենց նպատակը չէ նաև ի թիվս այլ նպատակների նպաստել Հայաստանի անկախությանը, նպաստել Հայաստանի ինքնիշխանությանը, նպաստել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը եւ շատ տարակուսելի է այդ որոշումը, բայց նաև գործընթացներին հետևելով նաև շատ հասկանալի է ըստ էության։ Բայց Մայրաթորը պարզաբանել է, ասում իշխանությունը ճնշումներ է գործադրում պարբերաբար հոգեվորականների եւ ընդհանրապես վեհապարի հետ կապված այդ բռնաճնշումների հետևանքով են նրանք ստիպված եղել տեղափոխել եպիսկոպոսաձողովը։ Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել եւս Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել, ընդհակառակը ձեռնարկվել է Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն, որին միացել է նաև եւ հատկապես եւ առաջին հերթին եկեղեցու սպասավորներ, եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներ, քահանաներ եւ այլն։ Բռնաճնշումը, ասում է կաթողիկոսը, կարգալից եղած է։ Տեսեք, եթե դուք նկատի ունեք Կտրիչ Ներսիսյանին, ապա Կտրիչ Ներսիսյանը իբնե չէր կարող լինել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ եւ կաթողիկոս, որովհետեւ ըստ էության խախտել է կուսակրոնության ուխտը եւ ըստ էության խախտել կանոնակիր քայոցը եւ սա այս ամբողջ խոսակցությունը դրա արձագանքն է։ Այսինքն Երևան եկավ մեկ այլ հանգամանք, որ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը հանդիսանում է KGB-ի գործակալ, ինչը կամ եղել է, կամ կա, չգիտեմ, ինչը ըստ էության նաեւ սպառնալիք է, մեկ այլ տեսակի սպառնալիք է արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ինչ վերաբերում է ձեր նշած եպիսկոպոսներին, դուք տեսել եք այն հայտարարությունը եւ ընթերցել եք այն հայտարարությունը, որոնք նրանք տարածել են Նիկոլ Փաշինյանի հետ,
եւ այդ հայտարարության մեջ բոլորը ընդունում են իրենց մեղսավոր լինելու հանգամանքը եւ իրենք եւս պատրաստ են բարենորոգման այս գործընթացում ուրեմն բարենորոգվել կամ մաս դառնալ այն process-ին, որը կբերի եկեղեցու ավելի լավացմանը։ Դուք եք 21 թվականից ձեր ծրագիրն եք խախտել, չեք կատարել խոստումներ հանրության տված, դուք ինչու եք մնացել։ 2021 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանրությունից հայցել է մանդատ, որպեսզի որ Հայաստանին բերի խաղաղություն եւ տարածաշրջանին եւ այդ մանդատը ըստ էության այսօր մենք կարող ենք փաստել, որ լիակատար կատարել ենք, իսկ ինչ վերաբերում է կուսակցությունների եւ կառավարությունների խոստումները կատարելուն կամ չկատարելուն, դրա համար ժողովրդավարական համակարգերում կա շատ հստակ մեխանիզմ եւ դա ընտրություններն են եւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի քաղաքացիները կտան այդ պատասխանը, արդյոք մենք կատարել ենք մեր խոստումները թե ոչ։ Պարոն Խանդանյան, ձեր ընդդիմադիր գործընկեր պարոն Արմեն Ռուստամյանը միջի առաջ ճեպազորություն անդրադառնալով թրիփի նախագծին դրա գործառույթան հրապարակված տեխնիկական ասաց, որ այն իրավական ավելի դրանով ֆիքսացած, որ Հայաստանը ընդամենը 26% սուվերենություն ունի այդ գործընթացում եւ հավելեց նաեւ, որ եթե իրենք կան իշխանության, փաստաթղթի մի շարք ընտրահարույց դրույթներ վերաբանակցելու են։ Ասաց նաեւ, որ ըսկի չբանակցեին այդ 26%-ը ստանալու են։ Վատ բանակցող է։ Մեծ բանակցող վերլուծաբան եւ տեսաբան լինել պետք չէ պարզելու, որ այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի, որովհետեւ դա գրած է փաստաթղթի նախաբանում, որ փաստաթուղթը իրավական փաստաթուղթ չէ, դա հայտարարություն է արտգործնախարարի եւ պետքարտուղարի բանակցությունների հետևանքով, բայց դա շրջանակ է եւ դա քաղաքական հանձնառություն է, որին կհետևեն իրավական փաստաթղթերը, այն է պայմանագիրը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ եւ TRIP զարգացման ընկերության կանոնադրային փաստաթղթերը։ Ինչ վերաբերում է 26% սուվերենությանը, իհարկե զավեշտալի է այս ձևակերպումը, օրինակ պարոն Ռուստամյանը չասեց, որ հետսում Հայաստանը քանի տոկոս սուվերենություն ուներ, Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում քանի տոկոս սուվերենություն ուներ, մյուս Հայաստանի ուրեմն գազային համակարգի նկատմամբ քանի տոկոս սուվերենություն ունի։ Այս սրանք եւ չունենալով պետության մասնակցությունը այդ գործարքների մեջ, բայց այնուամենայնիվ ես չեմ պնդում, որ այս գործարքներում Հայաստանը չունի սուվերենություն, ընդհակառակը չունենալով որևէ տոկոս մասնաբաժին Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում կամ նախկինում չունենալով հետցում որևէ տոկոս մասնակցություն, ես չեմ կարող պնդել, որ Հայաստանի սուվերենությունը խախտվում էր, ոչ, եւ այս նախագծով, TRIP-ի նախագծով առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը սուվերենության որևէ խախտում չի ունենալու, այլ փոխարենը Հայաստանը նաև ունենալու է որոշակի դիվիդենդներ, ունենալով որոշակի բաժնեմասեր ընկերության մեջ եւ նաև շրջանակը, որը հրապարակվել է, շատ հստակ եւ աներկբա կերպով ասում է, որ Հայաստանի սուվերենությունը այս նախագծի վերաբերյալ անքննարկելի է եւ բացարձակ։ Իսկ անխոչնդոտ այդ հնարավոր է հետագայում երթևեկությունը ինչպես է լինելու։ Ես դրա որոշ դրույթներ խնդրահարության իր ձևակերպում։ Փաստաթուղթը բանակցվել է եւ ես որևէ հիմք եւ պատճառ չեմ տեսնում այն վերաբանակցելու։ Ցանկացած բան հնարավոր է վերաբանակցել ըստ էության, բայց դրա համար պետք են հիմնավոր պատճառներ, ես դրա ընդհակառակը, այս փաստաթուղթը շատ լավն է ու պետք է դա շարունակել սրա վրա աշխատել։ Անխոչնդոտ երթևեկությունը Ադրբեջանցի։ Անխոչնդոտ անցման հետ կապված բազմիցս մեկնաբանություններ տվել ենք օգոստոսի 8-ից հետո, որովհետև դա անխոչնդոտ նշանակում է, որ Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու թե Ադրբեջանից Նախիջևան անցման, թե միջազգային տրանզիտի համար, եւ բայց բնականաբար դա այդ
անցումը տեղի ունենալու Հայաստանի իրավազորության ներքո։ Պարոն Խանդանյան, ձեր ընդդիմախոսները այսօր մեր ձևով ներկայացրել Հիմա պետք է այդտեղ մի քիչ մեկնաբանենք, էլի մեր ձևով, ինչ որ տարբեր անուններ են, էլի, արդեն ուսակցություն գրանցվել որպես, հիմա իրենց նախընտրական ծրագիրն են ներկայացրել, բավականին ներկայացչական, այսպես բաներ են խոստանում հասարակությանը եւ կարծեք թե այս առումով ձեր ծրագիրը բավականին զիջում է։ Դուք մեր ծրագիրը դեռ չեք տեսել։ Չէ, նախորդ նկատի ունեմ, այն որ ասում ենք են խոստումները չեն կատարել, հիմա իրենք ավելի լավ խոստումներ են տալիս եւ ասում են դրանք իրականացնելու են։ Ասում են տարեկան 3000 փոքր ընկերություններ կստեղծեն 300,000 նոր աշխատատեղեր, դեղերի գների շեշտակի իջեցում կլինի 20%-ով, այսպես են վարկյան։ Լավ, հասկանալի է։ Ես ճիշտն ասած նախկին իմ գործունեության ընթացքում լինելով լրագրող, հետո քաղաքականության մեջ լինելով վատ նախընտրական ծրագիր կյանքում չեմ տեսել։ Բոլոր նախընտրական ծրագրերը շատ լավն են։ Բայց այդ նախընտրական ծրագրերը պետք է նախ ընտրվեն եւ հետո կարողանան իրագործել։ Իսկ Հայաստանի անկախության պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանի ներքին զարգացման տեսանկյունից նախորդ տարիները, հատկապես նախորդ 5 տարիները եղել են աննախադեպ տարիներ, թե սոցիալական, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից, թե տնտեսվարողներին տնտեսական հնարավորությունների եւ արտոնությունների հնարավորությունից, եւ թե ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից, կրթության, առողջապահության զարգացման տեսանկյունից, եւ սրանք թեմաներ են, որոնք ավարտված չեն դեռ եւ դրանք պետք է շարունակենք եւ մենք պատրաստում ենք հաջորդ 5 տարիներին եւս քաղաքացիական ստանալու պարագայում շարունակել դրանք։ Իսկ թե ինչ շատ դպրոցներ պիտի կառուցենք 300, եթե չեմ սխալվում, բայց դրանք կեսն էլ չեք կառուցել։ Դրանց այդ դպրոցները կամ կառուցված են արդեն, կամ կառուցվում են, կամ նախագծման փուլում են, այսինքն բոլոր 300 դպրոցների պարագայում կա ավարտված կամ սկսված ընթացքի մեջ գտնվող process, բայց նաև քննադատում, ասում են, ինչպես կարելի է գյուղում դպրոց կառուցել, գյուղում պետք է զավոդ կառուցել, իսկ բայց զավոդ կառուցելու համար պետք է մի քիչ խելք ունենալ եւ խելք ունենալու համար պետք է լավ դպրոց ունենալ, իսկ լավ դպրոցը լավ պայմաններն են նաև, ինչը մենք անում ենք։